Խոսքս ուղղում եմ այն ընդդիմադիրներին, որոնք Էջմիածնի ընտրություններից հետո մեղադրում են իշխանություններին Սերժ Սարգսյանի մեթոդներով, այսպես ասած, ընտրությունները հաղթելու մեջ։ Դուք հասկանում եք, որ այդ տեսակ մեղադրանքներով դուք ձեզ դնում եք շատ ավելի վատ վիճակի մեջ։ Ոնց կարելի է իշխանությանը, որին կարելի է մեղադրել 1000 բանում, մեղադրել մի բանի մեջ, որ ինքը չի արել։ Դուք ընդհանրապես ոնց որ երկրում ապրած չլինեք։ Դուք մոռացել եք ինչ ձևի ընտրություններ էին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Դուք մոռացել եք, որ օրինակ 2008 թվից մինչև 2011 թիվը, երբ որ ընդդիմությունը հանրահավաք էր անում, ամբողջ հանրապետությունով տրանսպորտը կոլապսի մեջ էր։ Իշխանությունը հրահանգում էր եւ ոչ մի մարզից ոչ մի տրանսպորտ չէր մտնում Երևան։ Մարդիկ, որ գիտեին այդ օրը, ասենք ընդդիմադիր հանրահավաք լինելու, գիտեին, որ չեն կարողանալու գործի հասնել։ Ասենք մարդը Գյումրուց կամ Աշտարակից գալիս է Երևան, չկա տրանսպորտ։ Չի կարելի մարդուն, նույնիսկ ամենածանր հանցագործություն կատարած մարդուն մեղադրել մի բանի մեջ, որ ինքը չի արել։ Այն, որ իշխանությունները ընտրություն չեն կեղծում, դա ես չգիտեմ ինչ աստիճանի ակնհայտ է։ Իդեպ այս նույն թեմայով ես հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը ոնց էր էլի 2010-ականներին, երբ որ խոսում էր Սերժ Սարգսյանի մասին, ասում էր ժողովուրդ ջան, եկեք Սերժ Սարգսյանին չմեղադրենք, այդ մարդը այդքան մեղքագործ է պետության նկատմամբ, բայց եկեք չմեղադրենք բաներում, որ ինքը չի արել։ Օրինակ Ղարաբաղին բանակցային գործընթացից հանելը արել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ եք մարդուն մեղադրում մի բանում, որ ինքը չի արել, երբ որ կարելի է իրան մեղադրել 1000 բանում, որ ինքը արել է։ Հիմիկվա իշխանություններին, սիրելի բարեկամներ, դուք կարող մեղադրեք 1000 բանում։ Կանգնել ասում եք մասնակցությունը քիչ ա եղել, ուրեմն ինքը լեգիտիմ քաղաքապետ չի կարող լինի։ Դուք մոռացել եք, որ թե ՀՀԿ-ն, թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա իշխանությունը հիմնականում ընտրությունը կեղծում էր ոնց։ Հիմնական ընտրություն կեղծելու տարբերակը մասնակցության ուռճացվածությունն էր։ Նույնիսկ ապացույցներ կան, որ բոլոր ընտրատեղամասերում, որտեղ իշխանությունները հաղթել էին, մասնակցության քանակը զգալիորեն ավելի շատ էր եղել։ Ասենք, որտեղ ընտրություններին մասնակցել էր իրավունք ունեցողների 50%-ը, իշխանությունը գրեթե ոչ միտեղ չէր հաղթել, որտեղ որ 80-90% մասնակցություն էր եղել, իշխանությունը հաղթել էր։ Այսինքն արհեստականորեն ուռճացնելով կրկնակի քվեարկությամբ իշխանությունները կեղծում էին ընտրությունները։ Աբսուրդ է կանգնել ասել իշխանությունները Սերժի մեթոդներով է Նիկոլա, ասենք Էջմիածնում քաղաքապետ կարգե, երբ որ 50% մասնակցություն է եղել։ Այդ 50 այդ քիչ մասնակցությունը դա իշխանությանը вообще ձեռնտու չի։ Դուք հասկանում եք։ Ոնց կարելի է այդ աստիճան ինքդ քո թշնամի լինես, այնպես բաներ հայտարարես, որ ասենք ժողովրդի մեծ մասը ասենք ձեզնից լավ է դա հասկանում։ Եվ իմացած լինեք, որ 50% մասնակցությունը շատ նորմալ մասնակցություն է։ Գնացեք մի հատ դեմոկրատական երկրներում նայեք քանի տոկոս մասնակցություն կա։ Շատ հաճախ իշխանություններ են ընտրվում 30-40% մասնակցությամբ։ 50-ից 60% ընտրական իրավունք ունեցողների դա նորմալ մասնակցություն է։ Չի կարելի այդ աստիճան ոչ adekvat լինել եւ ասենք ինքդ քեզ դնես ծիծաղելի բանի մեջ։ Դուք կարող եք գնալ ասենք մեկնաբանել թեխիա քաղաքացիական պայմանագիրը հաղթել ասենք այդ ընտրություններում։ Դուք դա մեկնաբանեք։ Դուք ինքներդ ձեզ մեղադրեք կամ չգիտեմ իշխանություններին մեղադրեք ուրիշ բաներում, ուրիշ ռեալ բաներում մեղադրեք, որոնք մեղավոր են։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե 98-ից մինչև 2013 թվական Հայաստանի նախագահի ընտրությունները անցնեին նույնքան արդար, ինչքան 18 թվականից առ այսօր անցել են Հայաստանի բոլոր ընտրությունները, նույնքան արդար կամ նույնքան անարդար, նույն ձևով անցնեին, ապա ոչ Ռոբերտ Քոչարյանը կդառներ նախագահ, ոչ Սերժ Սարգսյանը կդառներ նախագահ, այլ նախագահներ կլինեին Ստեփան Դեմիրճյանը, Կարեն Դեմիրճյանը, Ռաֆի Հովհաննիսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Չի եղել ընտրություն 98-ից մինչև 2018 թվական Հայաստանում ընտրություն չի եղել։ Երբ որ դուք հիմիկվա ընտրությունները համարում եք անարդար, դուք դա լրիվ այլ ինչ որ չափորոշիչներով պետք է դատեք։ Չգիտեմ, կարող է Դանիայում ավելի արդար են, քան Հայաստանում, հաստատ ավելի արդար են։ Շվեդիայում կարող է ավելի արդար են, որովհետև իշխանությունը ինչ որ լծակներ, որ ստեղ անհրաժեշտաբար օգտագործում է, այնտեղ չի կարողանում օգտագործի։ Միգուցե Ֆրանսիայում ավելի արդար են, բայց դուք չեք կարող հիմիկվա ընտրությունները համեմատել, ասենք 98-ից 18 թվականի ընտրությունների հետ, երբ որ այնտեղ չի եղել ընտրություն, դա անունով է եղել ընտրություն։ Բանը հասել էր նրան, որ 2008 թվականին իշխանությունը կեղծում էր երկրորդ տեղը զբաղեցնող տեխնացուի օգտին։ Առաջին տեղը կեղծում են, երկրորդն էլ են կեղծում, որ իրական ընդդիմությունը, ասենք, երրորդ տեղ զբաղացնի։
Դուք հասկանում եք ինչի մասին ենք մենք խոսում։ 18 թվականից առ այսօր Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ։ Դրանք ընտրություն են։ Լավ կամ վատ, բայց ընտրություն է։ Ժողովրդի կամքը արտահայտվում է, չի բռնաբարվում։ Սա մեծագույն հաղթանակ է, որի շահառուն, որի հեղինակը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է կամ Նիկոլ Փաշինյանի ընկերները, այլ մեր ամբողջ ժողովուրդը։ Մեր ժողովուրդը 20 տարի մաքարել է, տառապել է, որ հասնի սրան։ Սա մեր արդյունքն է, սա մեր հարստությունն է։ Եվ եթե հիմա դուք կարծում եք, որ հիմիկվա ընտրությունները արդար համարելը նշանակում է, ասենք, պաշտպանել հիմիկվա իշխանություններին, ուրեմն դուք ընդհանրապես թեմայի մեջ չեք։ Դուք չեք հասկացել, որ 20 տարի մեր ժողովուրդը տառապել է, մաքարել է այս արդյունքի համար։ Դուք թեմայի մեջ չեք, դուք քաղաքականությունից եք ուրեմն հեռու։